Տիկին նախարար, ես տարբեր տեղեկություններ պեղեցի համացանցում, մոտավորապես այսպիսի թիվ կա 1200 նարկոշոկի մասին։ Կուզեմ ես դուք ասեք կա որևէ տվյալ ձեր մոտ հավաքագրված, որ իսկապես օնլայն թմրանյութերի խանութները այդքան մեծ թիվ են կազմում Հայաստանում եւ արդյոք այդքան անվերահսկելի են այդ խանութների գործունեությունը։ Ինչ եմ հարցնում, որովհետև տարբեր միջազգային զեկույցներում մենք կարդացել ենք, թե իշխանության տարբեր ճյուղեր, ինչպես են տարբեր խակերական ծրագրեր գնել, ընդ որում բավականին բարձր գներով, այդ թվում եւ քաղաքական գործիչների հեռախոսները կոտրելով եւ որոշակի գաղտնալսումներ իրականացնելով, այսինքն իշխանությունը հնարավորություն ունի որոշակի իմաստով խակերների գործունեությունից օգտվել եւ այս դեպքում ինչն է խանգարում օգտվել նմանատիպ ծառայություններից եւ բացահայտել օնլայն նարկոշոփերի թիվը եւ գործունեության սահմանափակման հասնել։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, Տիկին Թովմասյան։ Նախ Հայաստանի Հանրապետությունը իրավական պետություն է եւ այն բոլոր գործիքների, չգիտեմ, գնում, օգտագործում եւ այլն, որ նշեցիք, Հայաստանի Հանրապետություն տեղի չի ունենում մի բան, որը ժողովրդավարական եւ իրավական պետությանը բնորոշ չէ։ Եթե դուք խոսում եք օպերատիվ հետախուզական գործունեության մասին, նույն ազգային ժողովի կողմից ընդունված օրենք է։ Օպերատիվ հետախուզական գործունեության մասին օրենքը տալիս է բոլոր օպերատիվ հետախուզական միջոցառումները, որոնք իրավապահ համակարգը կարող է օգտագործել։ Եվ դրա համար, եթե կան կոնկրետ գործիքներ, միջոցներ, որոնք կրկին իրավաչափությունը պահելով հնարավոր է օգտագործել, Հայաստանի Հանրապետություն օգտագործում եւ օգտագործելու է այդպիսի միջոցներ նորից համաչափ այն օրենքին, որն ազգային ժողովը ընդունել է։ Եթե այլ տվյալներ ունեք, մենք նորից իրավական պետություն ենք, դրանք կարող եք հաղորդման տեսքով ուղարկել իրավապահ համակարգին եւ քննության ենթարկել այդ բոլոր հանգամանքները։ Եվ նորից, քանի որ մենք էլի sense ընդհանրական ենք խոսում, եթե կոնկրետ փաստ գիտեք, փաստով հաղորդում ուղարկեք։ Կոնկրետ փաստ գիտեք, Տիկին Թովմասյան, նախ ես դեռ ձեր առաջին հարցին եմ պատասխանում, որովհետեւ հարգանքով եմ վերաբերում ձեր բոլոր հարցերին։ Եթե փաստ գիտեք իրավապահ համակարգի կողմից ոչ իրավաչափ գործիք օգտագործելու, դիմեք իրավապահ համակարգին ներկայացնելով հաղորդում։ Ընդ որում Հայաստանի Հանրապետությունը հակակշիռների եւ փոխզսպումների կոնկրետ քաղաքականություն ունի եւ Տիկին Թովմասյան, հարցադրման սկզբում ես ի տարբերություն ձեզ ուշադիր եմ լսում, կամ եթե անդրադառնում եմ, չեմ անդրադառնում միայն ձեռնտու հատվածներին։ Դուք նշեցիք, որ պետությունը այլ իրավիճակներում օգտագործում է այդպիսի գործիքակազմ, թանկ բաներ եք գնում, ոչ իրավաչափ միջամտություններ եք անում, ինչի եք այդ դեպքում անում, նարկոշոփերի մասով ձեր ձևակերպամբ, այդ գործիքները չեք կիրառում։ Ես պատեհ եմ համարում եւ ճիշտ եմ համարում հարցի բոլոր ասպեկտներին անդրադառնալու։ Առաջին մասով նշեցի, որ մենք իրավական պետություն ենք եւ եթե դուք ունեք տվյալ, որ ոստիկանություն, ազգային անվտանգության ծառայություն, պետական եկամուտների կոմիտե, մնացյալ բոլոր իրավապահներ օգտագործում են օրենքով չնախատեսված գործիքակազմ, դիմեք եւ սա դարձրեք հանցագործության մասով քննության առարկա։ Ես դրա բառ օրինակն եմ։ Քննչականի քննիչները բռնությամբ իմ տնից իմ հեռախոսը գողացել է, պակետավոր բան են արել, փաստաթղթերով ապացուցված կա, առանց իմ ներկայության 2900 ֆայլ հեռախոսիցս քննչականում գողացել են, հաղորդում եմ տվել հանցագործության մասին մերժել։ Պարոն Մանուկյան, շատ լավ։ Հարգելի գործ։ Այս պատմությունը պարոն Մանուկյանը հնչեցրել է տարբեր հարթակներից, եւ եթե ներքին գործերի նախարարությունը դեղ անելիք ունի, Դե ես ուզում եմ զտենք այդ Մինչև զտելը պատասխանենք պատգամավորի հարցին։ Ես թեմաները չփոխեմ, բայց կանդրադառնամ նաև պարոն Մանուկյանի ասացին։ Առաջին կոմպոնենտով, եթե կա նմանատիպ տվյալ, որ ոչ իրավաչափ միջամտություն է եղել, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրքը նույն այս ազգային ժողովի կողմից ընդունած տալիս է բոլոր հնարավորությունները, թե վարույթի մասնակիցների մասով, թե վարույթի մասնակից չհանդիսացող անձանց մասով։ Այն տվյալը, որ դուք հանրայնացրեցիք թմրամիջոցի շրջանառությունով զբաղվող էջերի մասով, այդ թիվի իրականությանը չի համապատասխանում, որովհետև այս պայծրությամբ ճշգրտվում են այդ թվերը, մենք խոսում ենք մի քանի 100 նմանատիպ ալիքների եւ նմանատիպ միջոցների մասին, եւ որոնք հետեւողականորեն նոր ձևավորված
կիբերհանցավորության դեմ պայքարի վարչությունը տարին տարվա վրա սկսում է փակել եւ բնականաբար նորանոր ալիքներ են ի հայտ գալիս եւ մենք այս պայծրությամբ աշխատում ենք ավելի կառուցողական ճանապարհով այն պլատֆորմների հետ, որոնք որ ըստ էության պիտի մեծ տեղեկատվություն փոխանցեն հիմնական օգտատերերի մասով։ Բնականաբար սա եւս ենթադրում է նաեւ քրեադատավարական պատշաճ գործիքակազմի պահպանում, որպեսզի այս տվյալները կարողանանք ստանալ։ Իսկ պարոն Մանուկյանի նշածին վերադառնալով, իրավական պետություն ենք, պարոն Մանուկյան, վստահ եմ, որ հաղորդում ներկայացրած եք եղել, եթե նմանատիպ տվյալ եք հնչեցնում, բարութի արդյունքները ձեզ կծանուցեն, դժգոհ լինեք, կբողոքարկեք։